Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է այսպես կոչված խաղաղության պայմանագիրը միակողմանի ստորագրել, ինչ է սա նշանակում։ Ինքը պատրաստ է ստորագրությունը դնել այդ հաստատությունը։ Միակողմանի սիրո է։ Միակողմանի հայտարարություն չի եղել, Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգ առաջ մղել, գիտեք, որ խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված է եւ Հայաստանը վարչապետի նաև գլխավորությամբ հայտարարում է, որ պատրաստ է ստորագրությունը դնել այդ պայմանագրի տակ եւ պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա ժամի եւ մնացած հարցերը հստակեցնելու մասով։ Ալիևը Շիրոյան ներեցեք 24 ժամվա ընթացքում հաստատեցի վարչապետը 3 հաղորդակցություն կառուցեց իր էջով, ինչն է պատճառը, արդյոք ադրբեջանական կողմում կուտակումներ կան եւ հնարավոր ռազմական հարձակման սպառնալիք։ Ինչի մասն է, որի մասն է։ Պատրաստ է Հայաստանը ստորագրել այս պահին։ Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգը առաջ մղել, շարունակում է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի եւ հրապարակային շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի վերջնականացնենք խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը, քանի որ տեքստը այլևս համաձայնեցված է, մենք խաղաղության համաձայնագրի ստորագրման համար օրակարգը առաջ ենք մղում։ Եկեք խնդրում եմ հերթով հարց տվեք։ Կան, արդյոք դա է հայկական կողմի ստիպում, որպեսզի նման հայտարարություն։ Ես հենց նշեցի, որ Հայաստանը փորձում է խաղաղության օրակարգը առաջ մղել եւ Հայաստանի նպատակը, քանի որ խաղաղության տեքստը համաձայնեցված է այլևս, խաղաղության համաձայնագրի վերջնականացման համար անհրաժեշտ է երկու երկրների ստորագրությունը եւ այդ ստորագրության համար օրակարգն է առաջ մղել։ Բայց Ալիևը նախ չի ցանկանում ստորագրել, այդպիսի արտակներ չեն տեսնում, հակառակ արտակներն են տեսնում, որ նույնիսկ եթե տեքստը պատրաստ է ստորագրման, բայց նախապայմանները առաջ քաշում, օրինակ սահմանադրության փոփոխություն, չգիտեմ, գուցե միջազգի հարցներ դրա մեջ մտնում, Մինսկի խմբի լուծարում եւ այլն։ Տպավորություն է, որ պատերազմի հոտ է գալիս, որտեղ արդեն տեղեկություններ կան, որ կուտակումներ կան սահմանի եւ ուզորքի ակտի տեղաշարժվել եւ կողմից եւ Նիկոլ Փաշինյանը այդպես ողջերակտած ուսում է 1 օր շուրջ ստորագրել տալ, ամեն օր խոսում աղաչում մարի ստորագրել ինչ կլինի, միայն թե պատերազմ չլինի։ Իհարկե լավ է, որ պատերազմ չլինի, բայց բանով ադրբեջանական կողմը հաշվեցների պատերազմը մեղադրում է համոնում դրանք բացելու համար։ Դրանք բոլորը բնականաբար կեղծ մեղադրանքներն են, շատ կարևոր է, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը եւս վերջերս հայտարարություն է տարածել, որ սահմանի իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել, մենք եւս մեր հերթին պաշտպանության նախարարությունը հստակեցրել է, որ որևէ նման քայլ չեղավ, բնականաբար դրանք մենք համարում ենք կեղծ լուրեր։ Խաղաղության պայմանագրի մասով, մեր հայտարարությունների մասով ցանկանում եմ եւս մեկ անգամ նշել, որ Հայաստանի Հանրապետության օրակարգում խաղաղությունն է, մենք շարունակելու ենք առաջ մղել խաղաղության օրակարգը եւ առաջ ենք մղելու այն, որ քանի որ տեքստը այլևս խաղաղության պայմանագրի համաձայնեցված է, մենք ստորագրենք այն։ Բայց նախապայմանները չկան, նախապայմանների մասին տեքստը ամբողջովին համաձայնեցված է եւ մենք կարծում ենք, որ պետք է հանդիպում տեղի ունենա այդ պայմանագիրը ստորագրելու համար։ Փաշինյանի երեկվա հայտարարությունների մեջ հստակ է դիրքորոշումը իր ասելով պաշտպանության նախարարությանը, որ հրադադարի ռեժիմի որևէ խախտում չպետք է լինի, մենք գնում ենք խաղաղության ճանապարհով, այլ ոչ թե պատերազմից։ Եթե ադրբեջանական կողմը ոչ թե չպետք է լինի, չէ, ոչ թե չպետք է լինի, վարչապետը նշել է, որ որևէ նման բան չկա։ Վարչապետը նշել է, որ Հայաստանը շարունակում է աշխատել խաղաղության օրակարգի ուղղությամբ, պաշտպանության նախարարությունը հանձնարարական ունի կայունություն պահպանելու։ Դուք հարցը լրիվ այլ ուղղությամբ եք տանում։ Բնականաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է։ Այդտեղ որևէ հարց չկա։ Պատերազմի վտանգ ստեղծել է։
Ոչ թե նստենք նայենք, ես ասացի, որ պաշտպանության նախարարությունը իրականացնելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանություն։ Այդքան եթե հարձակվեն մենք ինչ ենք անելու։ Բնականաբար, եթե հարձակվեն, պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետության տարածքը։ Պարոն Գրիգորյան, կա որևէ քննարկում Երևանի եւ Բաքվի միջեւ պայմանագիրը ստորագրելու վերաբերյալ եւ եթե կա ում միջեւ են քննարկումները եւ գործընկերոջս հարցին չպատասխանեցի պայմանագրի եւ համաձայնագրի տարբերությունը վերջը որն է ինչու է նախկին պայմանագրի հետո Ես չեմ հասկանում այդ հարցի բնույթը, այսինքն ինչն է տարբերությունը դրանց Իսկ պայմանագրի եւ համաձայնագրի միջեւ ինչ տարբերություն կա Կա որևէ տարբերություն դրանց միջեւ Պայմանագիրը ավելի պարտադրող ուժ ունի համաձայնագիրը մի քիչ ավելի խորհրդանշական Ես ես քննարկման իմաստը չեմ անկեղծ ասած չեմ հասկանում, իսկ փորձում ճշտել մի հատ հասկանալ համար թե ինչ